Բյուրեղավանում բնակվող 15-ամյա Արփինե Աթոյանը սուսերամարտի դպրոց է հաճախում արդեն 5 տարի։ Առավոտյան նրա առօրյան սկսվում է Երևանյան Օլիմպիական հերթափոխի քոլեջից, այնուհետև ավտոբուսով վերադառնում է Բյուրեղավան ու մինչև երեկոյան ժամը 7-ը մարզվում։ Շատ դեպքեր են լինում, որ ասում են աղջիկա սպորտաձև չի կամ հակառակ ասում են տղայի սպորտաձև չի, բայց սուսերամարտը դասական կլասիկ սպորտաձև է, բոլորին էլ սազական է, թե աղջիկան, թե տղային։ Առաջին մեդալին Արփինեն արժանացել է 2 տարի առաջ Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ։ Սպորտաձևի մասին պատկերացում է կազմել մարզվող ընկերների շնորհիվ ու չնայած շատ է հոգնում, այլևս չի պատկերացնում կյանքն առանց պարապմունքների։ Սուսերամարտի մեջ ամենից շատ սիրում է մենամարտել։ Ոգևորվածությունն եմ սիրում մենամարտի ժամանակ, որ ինստինկտիվ ստեղծվում է, շատ հետաքրքիր է ու հաճելի է, ինչքան էլ լարվածությունը մեծ է լինում, այդքան ավելի հետաքրքիր է դառնում մենամարտը։ Քեթրին ակումբում օրվա մարզումները սկսվում են ընդհանուր նախավարժանքից, դրանից հետո երեխաները կատարում են մասնագիտական վարժություններ, տեղաշարժեր կեցվածքում, խոցումներ թիախին և աշխատանք զույգերով, այնուհետև մարզիչի մոտ անհատական դաս են ստանում ու անցկացնում են ազատ մենամարտեր։ Ազատ մենամարտ դա մարտեր, որոնք այն մենամարտի ժամանակ երեխան փորձում է այն վարժությունը, ինչ որ ասենք ստացել է մարզիչից, ինչ որ սովորել է մարզիչից, ինչ որ մարզման ընթացքում ձեռք է բերել, այդ հնարքը նա փորձում է կատարել ազատ մենամարտերի ժամանակ։ Կա նաև մենամարտեր մրցակցական մենամարտ, որպեսզի ստուգենք, տեսնենք երեխայի մարզավիճակը, ինչ մարզավիճակում է գտնվում մարզիկը տվյալ մրցումից առաջ։ Սուսերամարտում կա 3 զենքաձև՝ ճկասուսեր, խոցասուսեր և թրասուսեր։ Դրանք միմյանցից տարբերվում են իրենց կանոններով և զենքի տեսքով։ Երբեմն պարապմունքների արդյունքում կապտուկների տեսքով վերքեր են գոյանում, ասում է Արփինեն։ Սպորտը ամեն ինչ էլ լինում է, բայց 1000-ից մեկ է լինում, քանի որ մենք պաշտպանական հատուկ համազգեստ ունենք, հնարավոր է վնասվածքներ լինեն ուղղակի ձեռքերի կամ ոտքի վրա, կապտուկներ ուղղակի կապտուկներ կամ կարող է թեթև քերծվածք լինի, բայց ոչ ավել։ Տրամվաներ 1000-ից մեկ են լինում բարձր մրցումների ժամանակ։ Աղջիկներին համարում ես քեզ հավասար մրցակից։ Մարզվող 50 մարզիկները Երևանից և Բյուրեղավանից են։ Վերջին հաջողությունները գրանցվել են Վրաստանի Քութայիս քաղաքում հունիսի 17-ից 20-ին կայացած երիտասարդների սուսերամարտի միջազգային մրցաշարին։ Մարզիկները Հայաստան են վերադարձել 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներով։ Այնուհետև Վրաստանի Բաթում քաղաքում հունիսի 28-ից 30-ը անցկացված սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 7 մեդալ։ Հիմնականում հիմա ֆեդերացիան և շեշտը դնում է պատանիների վրա 16-17 տարեկան խոստումնալից երեխաներ ունենք և աշխատում ենք այդ երեխաներին նախապատրաստենք 8 տարի հետո, այսպես ասեմ, օլիմպիական խաղերին